Դուք շարունակում եք դիտել հայկական եթերի ամենադիզայներական հեռուստանախագիծ, իսկ ես տեղափոխվում եմ մեր գարանային եթերաշրջանի ամենաոճային գործընկերոջ Classic Decor ընկերության խանութսրահ, որտեղ զրույցը շարունակելու եմ պրոյեկտ մենեջեր, մարքեթինգի մենեջեր Գալինայի հետ։ Ողջույն Գալինա։ Ողջույն Կարեն ջան։ Գալինա, շատ ուրախ եմ, որ այս նախագծի շրջանակում զրուցելու են գրեթե ամեն ինչից, ինչ կախված է տեքստիլի, վարակույրների եւ տան հարդարման հետ, եւ այսօր առաջարկում եմ խոսել շերտավարակույրներից։ Գալինա, թեպետ Classic Decor ընկերությունը հայտնի է իր վարակույրներով, բայց կարծում եմ կգտնվեն հաճախորդներ, ովքեր ամեն դեպքում շերտավարակույրների առողջություն կունենան։ Այսօր առաջարկում եմ խոսել հենց շերտավարակույրներից կամ ինչպես դուք եք ասում, նաեւ գալարավարակույրներից, հեռակառավարվող քիվերից եւ այլ աքսեսուարներից։ Սրահը շատ մեծ տեսականի ունի գալարավարակույրների, շերտավարակույրների, հեռակառավարվող քիվերի, որոնք որ հնարավոր է կառավարել ինչպես remote, այսինքն հեռակառավարվող, այնպես էլ հատուկ էկրանների, անջատիչ էկրանների միջոցով։ Կան լինում է նաև դեպքեր, երբ որ ինտերիերը միացված է լինում smart home սիստեմին, համակարգին է միացված լինում, այդ ժամանակ կարող են նաև օգտագործել սմարթֆոններով եւ ելի այդ էկրաններին հատուկ անջատիչ էկրանների օգնությամբ միջոցով։ Ես անպայման ուզում եմ նշել, որպեսզի մեր հեռուստատեղների մոտ թյուր կարծիք չկազմի, թե հեռակառավարման վահանակի անհրաժեշտություն ինչի համար է վարակույրների պարագայում կարելի է վեր կենալ եւ անել։ Անպայման ուզում եմ նշել, որ սրանք կիրառել են հիմնականում շատ բարձր առաստաղների դեպքում, երբ կառավարումը գրեթե անհնար է, հա։ Հիմնականում այո, օգտագործվում են, երբ որ բարձր առաստաղներ լինում 3.5-ից եւ ավել, բայց հաճախ հաճախորդների կոմֆորտ հարմարավետության համար միայն դիմացի շերտն են օգտագործում, այսինքն դեկորատիվ մուկը հետևի շարքը անհրաժեշտ չի, քանի որ հիմնականում չի օգտագործվում, բայց դիմացինի համար հիմնականում օգտագործվում է, այո, որը էլի շատ հարմար է։ Շերտավարակույրներ եւ գալարավարակույրների մասով կուզեի նշել նաեւ մեկ առավելություն, այնտեղ տեսականին տարբեր է, լինում է որ արևապաշտպան է լինում է որ կիսաթափանց է լինում, ունենք նույնիսկ ձայնամեկուսիչ տարբերակներ, շերտավարակույրներից ունենք մետաղական եւ փայտյա այդպես որոնք սոլո տարբերակով կարելի է կիրառել առանց վարակույրի։ Այո, իհարկե, հիմնականում շատ հարմար լինում օֆիսային տարածքներում։ Այո, գրասենյակային տարածքներում, որովհետեւ ոճային առումով հենց դրանց համար շատ հարմար է օգտագործել, այո։ Բայց անպայման նշեմ, որ կարելի է մեկտեղել, հա, եւ վարակույրը եւ շերտավարակույրը միասին, եթե իսկապես արևոտ հատվածում է բնակարանը կամ, չգիտեմ, տունը։ Այո, հնարավոր է նաեւ շղարշի հետևից, որպեսզի արևից պաշտպանի, հա, որպես պաշտպանի շերտ հանդիսանալ, blackout, այդպես պաշտպանի շերտով գալարավարակույրները։ Շատ լավ։ Խոսենք մի փոքր քիվերից, քանի որ սրանք էլ կարևոր ատրիբուտիկա են տան ինտերիերում, ինչպիսի քիվեր են առկա խանութսրահում եւ որոնք առանձնացնենք։ Քիվերի տեսականիներից հիմնականում ունենք մետաղական քիվեր, որոնք էլի ինչպես նշեցի հնարավոր է եւ հեռակառավարվող եւ առանց, երկշերտ, երաշերտ ունենք, ու կուզեի առանձնացնել նաեւ անգլիական Silent Bliss բրենդը քիվերից, որ էլի տեսականին համալրված է թե գալարավարակույրներով, թե շերտավարակույրներով, թե էլի տարբեր տեսակի քիվերով, ճկվող քիվերով, որտեղ կան պատուհաններ, որոնք որ կոր են լինում այդ դեպքում, որպեսզի վարակույրների աշխատանքը ավելի հեշտ լինի հաճախորդների համար, օգտագործվում է ճկվող քիվերի տարբերակը, որը որ ավելի հարմար է, ավելի սահուն են վարակույրները աշխատում։ Եվ որպես ամփոփում մեր զրույցի խոսենք աքսեսուարներից, համադրող աքսեսուարներից վարակույրների, քիվերի եւ մնացած այլ պարագաների։ Աքսեսուարների տեսականի եւս շատ մեծ է մեզ մոտ, ունենք ծոփքերի տեսականի, որոնք որ կարող են օգտագործվել վարակույրների հետ համապատասխան բռնակներով, ունենք միայն այնպիսի տարբերակներ, որ համարվում է 2-ը 1-ում, որ ինքը կապիչ բռնակ է համարվում, օրինակ տերևների տեսակով կարող է ինքը լինել կամ այլելի տենց ինչ որ հետաքրքիր դիզայնով, ունենք որ ձողերի հետ է համադրվում, ձողի վերջավորության հետ համադրվող նույն իր բռնակներից եւ այսպիսի մի շատ հետաքրքիր տենց կապիչների տեսակներ էլ ունենք, որոնք որ վարակույրի կտորից է արվում, այսինքն ինչ գործվածքից որ վարակույրն ենք անում, նույնից հնարավոր է նաև պատրաստել իր նույն կապիչը, որ եւս շատ հետաքրքիր է լինում։ Նաև նշենք, որ հնարավոր է կրկին ընտրելու հնարավորություն տալ հաճախորդին, հա, ֆինիշինգները, այսինքն փայտի տարբեր գույներ, մետաղի տարբեր գույներ։ Ընտրությունը շատ մեծ է, ամբողջությամբ կատարվում է հաճախորդի հետ, ըստ իրենց ինտերիերի գույների հետ ամեն ինչը համադրում ենք եւ այդպես կատարվում։ Եվ կարելի է բոլոր դետալները նույն գույնի արդեն պատրաստել։ Այո, բոլոր դետալները նույն գույնով հնարավոր է պատվիրել, ձողերը համապատասխան կապիչներով, բռնակներով, բոլորը մեկի երանգով հնարավոր է պատվիրել։ Դե ինչ Գալինա, մեզ մնում է բոլոր հետաքրքրող մեր հաճախորդներին, հեռուստադիտողներին հրավիրել Կիևյան 12
հասցրեմ տեղակայված այս գեղեցիկ խանութ-սրահ, որտեղ կարող են ոչ միայն ծանոթանալ, շոշափել, ընտրել, այլ նաև անվճար խորհրդատվություն ստանալ, հետո էլ կարող են վերցնել կատալոգները ձեր ցուցտուությամբ տանել։ Նմուշները եւ տրամադրում ենք եւ ինքներս ենք տանում տեղում խորհրդատվություն ենք հաճախորդներին տրամադրում բացառապես անվճար։ Իսկ թե դիզայներների հետ ինչ բարի դրացական հարաբերություններ ունեք, դրա մասին չխոսեմ։ Կհանդիպենք։